Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Հալելույա։ Ես ասի կարող այս լույսը չմիացնեն, ոնց եմ խոսալու, բայց փառք Աստծուն, լույսը միացեցին, ձեր բոլորի երեսները տեսա ու ձեր բոլորի երեսները պայծառ ու փայլում է, սիրելիներս։ Ամեն, դրա համար պտտվի կողքինիդ ասա, որ Հիսուսը քեզ սիրում է ու կարող ես նստել։ Հալելույա։ Հալելույա։ Спасибо большое группе прославления. Вы реально открыли небеса сегодня. Слава Богу. Можете садиться. Аллилуйя. Аллилуйя. Փառք Տիրոջը. Համ չգիտեմ ռուսերեն խոսամ թե հայերեն. Հայերեն. Փառք Աստծուն. Փառք Աստծուն. Երևակայի ստեղ մարդիկ կլինեն, որոնք որ գետում լողացած կլինեն։ Իրես չէ տարբեր բաներ է ծովում լողանաս, լճում լողանաս, թե գետում լողանաս։ Ես ժամանակին մեծացել եմ Հրազդան գետի մոտեր եմ ապրել, այնտեղ եմ մեծացել ու շուշուտ լողացել եմ գետում։ Ու գիտեք, ես ինչ մի օր հասկացա, որ գետի հակառակ լողալը շատ դժվար է։ Ու ովքեր որ լողացել են, հասկանում են ես ինչ եմ ասում, որտեվ գետին հակառակ երկար չես կարող լողանաս։ Արեք պատկերացնենք, որ այս աշխարհը այդ գետի պես մի բան է, ու ինքը հոսք ունի։ Ու գիտես ոնց է, ասեմ, որ այսօր աշխարհը նենց է հոսում նենց է հոսում, որ մենք, ոնց ասեմ, շատ դժվար կլինի իրան հակառակ գնալը։ Ես չեմ ասում, որ անկարելի է։ Պրոստը դժվար է գնալը։ Իհարկե, մենք շատ լավ գիտենք, որ առանց Հիսուսի ոչ մի բան հնարավոր չի։ Կարանք ինչ-որ մի մոմենտ հակառակ գնանք, բայց երկար չենք դիմանա։ Բայց Հիսուսի հետ, որովհետև ինքը մեր առաջից է գնում, մենք էլ իր փեշերը բռնած հետևից գնում ենք, մեր համար դժվարություն չի լինի դա, բայց ինքը այդքան էլ հեշտ բան չի։ Ու մարդկանց մեծամասնությունը մտել է այս աշխարհ ու այդ հոսքով գնում է։ Եվ այդ հոսքը մարդկանց ցավոք տանում է սիրից դեպի կորուստ։ Ցավոք։ Դրա համար պատտի կողքինիդ ասա, թող կողքինդ այս աշխարհից դուրս գա, այդ հոսքից թող դուրս գա։ Ասա հոսքից դուրս արի։ Սես եւ մենք հավատացյալներս մենք այդ հոսքին հակառակ ենք գնում, որտեվ հասկացել ենք, որ այդ հոսքը տանում է դեպի կորստի, ու դա Աստված է մեր միտքը բացել։ Այնպես չի, որ մենք այդ կանխելքով ենք կամ շատ բաներից հասկանում ենք։ Ու այս աշխարհի հոսք ինչքան էլ հաճելի լինի, չէ՞։ Է որ գետի մեջ գցվում, ես մի հատ հավես ես անում էլ եզև։ Այդ հոսքը հաճելի է, գիտես իսկականից։ Մեր մարմնին մի տեսակ հաճելիություն է տալիս։ Նա դեզև հավես անես էլի, կծվես եզև, որ ինքը քեզ եզև տանի, ինչ հավես է, չէ, բայց էդի կորուստ է տանում, էդի կորստի է տանում, սիրելիս։ Գիտես, ես չեմ ուզում այդ հաճույքը, որովհետև դա տանում է կորստի։ Ու հակառակ գնալը սիրելի շատ դժվար է ու ծանր է։ Բայց ինչքան էլ դժվար լինի, Աստված մեկը ձեռք է մեկնում, որովհետև եթե օգնող չլինի սիրելիս, անհնարին է երկար ժամանակ լողանաս հոսքին հակառակ։ Հիսուսը միշտ նայում է մենք ինչ վիճակի ենք։ Ամեն։ Սես Աստված մեզ շնորհել է հավիտենական կյանք։ Աստված տվել է մեզ հնարավորություն իր հետ հավիտենականություն ապրենք։ Ամեն։ Դրա համար էլ այնց անում, որ մեզ սիրտը այս կյանքի հետ եզև չկպնի, էլի, եզև այնց անում, այնց իրավիճակներ աստեղծում, որ այնց չկպնենք, որ չկարողանանք փոկվենք։ Գիտես, այդ հոսքով գնալը ոնց էլ որ գնաս հարուստ կամ աղքատ, չաղ թե նիհար, սկզբից ոտներդ գնա, թե գլուխդ առաջը գնա, մեկը գնում է այդ ամեն ինչը կորստի։ Գիտես, այն միտքը, որ մենք ունենք, դա մեր շնորհքը չի, դա Հիսուսի շնորհքն է, մենք պետք է շատ լավ հասկանանք ու չմոռանանք։ Դրա համար գոհացի Տիրոջից, որովհետև սիրես քո վերջը Աստծո հետ է։
Ու այսօր մի թեմայի շուրջ ենք խոսալու ու խոսք հետ կանել կարճ չի ասեմ, որ պատրաստ լինես ու ով որ սիրում է քարոզի ժամանակ մի քիչ քնել, անենց արա որ քունը չտանի։ Հասկանում ես, որտեվ շատ կարևոր թեմա է, մենք այսօր խոսալու ենք համբերության մասին։ Զգացել ես, չէ, որ մենք համբերել չենք սիրում, հատկապես հայերս։ Մենք ամեն ինչ ուզում ենք, որ մի ժամից չի, 3 լինի, 3 չառաջորը։ Մենք չենք ուզում մի քիչ սպասենք, ամեն ինչ 3։ Ուզում եմ կարդամ մի քանի տեղեր ու հետո կմտորենք այդ տեղերի վերաբերյալ շուրջ։ Հակոբոս 5:9 Մի հառաչեք իրար դեմ եղբայրներ, այստեղ որ գրում է եղբայրներ, քուրիկներ, իմացեք, ձեզ էլ է դա վերաբերվում, որ չդատվեք։ Ահա դատավորը դրան առաջին կանգնած է։ Ասում եմ մեկը մյուսի դեմ մի տրտնջացեք, որ չդատվեք, ահա դատավորը դրան առաջ կանգնած է։ Եբրայեցիս 10:35-38 Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ ձեր վարձքի հատուցումն ունի։ Որտև համբերությունը պետք ձեզ, որ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ Փաստորեն խոստմունքը ստանալու համար համբերություն է պետք։ Համբերություն է պետք։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ որ նա գալու է, նոր ասում էր, չէ, դրան հետևը կանգնած է։ Կգա եւ չի ուշանա, բայց արդարը հավատքից կապրի։ Եվ եթե մեկը ետ քաշվի, իր անձը նրան չի հավանի։ Այստեղ էլի համբերություն է, բայց նաև ասում է համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ Ձեզ Աստված քո հարցերին լուծում կտա։ Բայց շատ անգամ մեր ժամանակը Աստծո ժամանակի հետ չի բռնում։ Նոր ասեցի, մենք 3 ենք ուզում։ Հիմի պիտի համբերենք այնքան, մինչև Աստված այդ հարցերը լուծի։ Ու ինքը գիտի երբ ու ինչ ձևի է լուծելու այդ հարցերը։ Գիտես խոստում կա, բայց այդ խոստումը համբերությունով պետք է սպասենք։ Եթե կարող ես, ասա ամեն։ Առաջի Պետրոս 4:7-10 խոսքերը։ Եվ ամեն բանի վերջը մոտեցել է։ Ուրեմն պարկեշտ կացեք եւ արթուն եղեք աղոթքներում։ Բայց ամենից առաջ սերը սերտ ունեցեք իրար հետ, որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Հյուրասեր եղեք իրար հետ առանց տրտնջանքի, ամեն մեկը ինչպես որ շնորհք է ընդունել, այն իրար մատակարարեցեք, ինչպես Աստծո կերպ շնորհած լավ տնտեսներ, ինչպես Աստծո կերպ շնորհած լավ տնտեսներ։ Ստեղ արդեն 2 միտք էլ կա, եւ համբերությունը, եւ աղոթքը, համ էլ եղբայրների հետ ունեցած վարմունքը։ Ասում է համբերող եղեք, իրար մի տրտմեցրեք, ասում է անդադար աղոթք արեք, բայց իրար նկատմամբ տրտունջ դատապարտեր չլինի։ Ասում է միայն սեր լինի։ Մյուս տեղը որ կարդամ մի բան էլ կա, ուզում եմ սա էլ միացնեմ այս ամենին։ Հակոբոս 5:10 Եղբայրներ, այսինքն քուրիկներ էլ, չարչարանքի եւ երկայնամտության օրինակ առեք մարգարեներին, որ Տիրոջ անունով խոսեցին։ Այսինքն մենք օրինակ ունենք եւ բերեք մարգարեներից օրինակ վերցնենք։ Սիրելիս, ովքեր Աստծո խոսքը կարդացել են, այսինքն լավ են կարդացել, այսինքն հասկանալով են կարդացել, վերցրել են ու հիմել կարդում են, ես դեպ ասեմ, նրանք լավ գիտեն, որ բոլոր Աստծո սրբերը, Աստծո գեներալները, Աստծո մարդիկ ու մարգարեները չեն գործել շատ եզև հարմար ու հանգիստ պայմաններում։ Ավելին կասեմ, գործել են անհարմար պայմաններում։ Ու գիտեք, չէ, անհարմար, երբ որ իրավիճակը լավ չի, համբերել է պետք։ Դու քո մարդկայինդ պետք չի առաջ տանես։ Համբերել է պետք։ Մի քիչ
թող Աստված իր գործը անել, երբ որ կարա, երբ որ գիտի, երբ որ անելու է, հա։ Կոնկրետ հետ Հիսուսի ժամանակ էլ, հա, շատ անհարմար պայմաններ են եղել, եթե հիշում եք։ Հիսուսի ժամանակ Իսրայելը եսի ինչ վիճակի մեջ չի եղել, եսի ինչ լավ վիճակի մեջ չի եղել, հռոմեական այդ զորքերը, զինվորները ինչ ուզում էին անում էին, քանդում էին, սպանում էին, ինչ ուզում անում էին։ Հիսուսը հենց այդ պայմանների մեջ է գործել։ Բայց իր ազգը գերի էր, եթե հիշում ես։ Ու ինքը գործում էր։ Հələ ինչ որ չափով դեռ Հայաստանում ուստեղ ինչ որ ազատություն կա, էլի, եթե ձեզ նայում ես, ինչ որ ազատ ենք, մի քանի բան կանենք։ Այդ ժամանակները մի քիչ ավելի ուրիշ ձևի ա եղել։ Ու գիտես, խեմ ես ամեն ինչը ասում։ Ուզում եմ ասել, որ ինչ պայմաններ էլ որ լինեն, չէ, Աստծո պատգամը սա է։ Ինչ էլ կողքերդ կատարվի, ինչ ուզում ա կողքերդ կատարվի։ Իրար մի տրտմեցրեք։ Ես տրտմեցնելը ես հավատում եմ, որ հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Տրտմեցնելը նեղացնելը չի։ Այն որ ես բաներ ես ասում, որ մի քանի հատ ասիր, մի հատ այսօր ասիր, մի քիչ հետո ասիր, մի հատ վաղն ասեցիր, մեկ է տենում ես, այդ մարդը կամաց պրծնում է։ Տրամադրությունը ընկնում է, հա։ Այն որ գիտես նույն բանն է, երբ որ դու նստած հեռուստացույցով ինչ որ նորություններ ես նայում, ու այդ նորությունները քեզ տրտմեցնում է։ Բացի նրանից, որ դու սխալ բաներով ես լցվում, սխալ բաներով, այս աշխարհը քեզ ոչ մի ճիշտ բան չի տա։ Դու հələ մի հատ էլ տրտմում ես այդ ամեն ինչը լսելով։ Գիտես, կապ չունի ինչ ես տենում աշկերովդ։ Իրար սիրեք։ Կարող աշկերովդ տենաս, այս մարդը դուրը չկա, բայց սիրել է պետք, որտեվ Աստված էլ այդպես մոտեցավ։ Եթե Աստված ջոկողություն դներ, այդտեղ պատկերացրու, որ շատ քիչ մարդիկ նստած կլինեին։ Ինքը չի նայե ոչ քո մազերի գույնին, ոչ քո դեմքի արտահայտությանը, ինչքանով ես դու լավ կամ վատ, ջոկողություն չկա։ Մենք էլ պիտի նմանվենք, չէ՞ իրար։ Պատերազմ կլինի, ղալմաղալ կլինի, ինչ որ բանից դժգոհ կլինես, ինչ էլ լինի, աղոտ քարա ու եզև առանց տրտնջալու։ Այսինքն Աստծո պատգամը սա է, քո աշկերով ու ակաժներով ինչ տեսնում ես, չէ, թող քո հոգևոր այդ կյանքին չխանգարի, թող քո աստվածապաշտությանը չխանգարի։ Եթե կարող ես սա ֆիքսի քո մոտ։ Ինչ ուզում ա կատարվի, թող քո աստվածապաշտությանը չխանգարի։ Կներեք։ Ասում է առաջի վերջի անձրևը ու ասում է միջև պատմական պտուղը ստանաք։ Պատվական պտուղ, այսինքն դրա համար համբերել է պետք։ Այսինքն համբերության իմաստը միջև վերջ համբերելն է։ Եթե դու համբերում ես ու մեկ էլ կեսից չես համբերում, ինչ միտք ունի քո համբերելը։ Вообще միտք չունի։ Իսկ եթե մեկին համբերում ես, մի քիչ այնց այնքան համբերի, որ այդ ոնց են ասում, այդ արդյունքը տենաս էլի։ Տենում ես աշկերիդ ինչ որ, աշկերիդ քեզ ինչ որ բաներ է ցույց տալի, որ քո դուրը չի գալի, բայց մի քիչ համբերի։ Մի քիչ համբերի, կարող է սխալ ես տեսնում։ Վրազ մի գնա էլի ինքի բամբասանքի մեջ։ Ուրեմն եթե կեսը համբերես, սիրել ես, իմաստ չկա ընդհանրապես համբերելու։ Գիտես ոնց է, եթե կինդ կամ ամուսինդ, այդ կողքինդ, կամ ընտանիքիդ մեջ երեխեքը ինչ որ բաներ են անում, որ քո դուրը չի գալի, հա։ Սիրալիր եղել իրանց հետ։ Քանի անգամ որ պետք լինի, սիրով եղի ու համբերի։ Ու դրան հաշիվ ու քանակ չկա։ Ինչքան պետք է։ Հետո Եբրայեցիների 10-րդ գլխում, որ Հիսուսին օրինակ է բերում, ասում է ձեր միտքը բերեք նրան, չկարդամ իմ խոսքերով, եզև անցնեմ։ Ձեր միտքը բերեք նրան, որ ինչ համբերություն ունեցավ Տերը իր հակառակ խոսացողներին ու իրան տանջողների նկատմամբ, եզև ասենք։ Երբ որ իրան տանջում էին, ինքը ինչ համբերություն ունեցավ։ Հետո ասում որ չլինի ձեր անձերով հոգնեք ու թուլանաք, այսինքն երբ սկսում ես չհամբերել, արդեն թուլություն ու հոգնածություն էլ կգա, երբ որ չես համբերում։ Սուրբ գրքի ամենաշատ համբերողներից մեկը սիրելիս դա Հոբն էր։ Բոլորը Հոբին գիտեք։ Ու վերջում տեսանք թե ինչ եղավ։
Ինչ պտուղներ նա ունեցավ։ Այսինքն համբերելը նա է, որ այսպես ասեմ, համբերելը դատարկ բան չի։ Անես որ չնես բան չի, որ դու համբերում ես դու դատարկ լինելու։ Վերջում հատուցում կա։ Հասկանում ես ու վերջում պտուղ է լինելու։ Հիսուսը որ ամեն բանի մեջ կատարյալ է, ես որ Հիսուսից խոսում եմ միշտ ներկայով եմ խոսում, չեմ ասում կատարյալ էր, որտեվ ինքը իմ այստեղ է ու ինքը կատարյալ է։ Փառք Տիրոջը։ Ուրեմն որ ինքը ամեն բանի մեջ կատարյալ է, բայց ինքն էլ համբերեց, չէ՞։ Ինքը կարա, չէ՞, խացի ճիշներ, ինքը այդ հնարավորություն ուներ, չէ՞։ Ու լրիվ հարցերը ոնց որ իրան հարմար է այդ ձևի լուծեր։ Եվ ինքը այդ կարողությունը ուներ, ունի։ Բայց համբերեց, չէ՞։ Դրա համար էլ տերերի տերն է։ Ու գիտես, երբ ինչ-որ միսիոներների մասին կարդում ես ու իրանց հետ ես համեմատում քո կյանքը, կարող է տեսնես, որ դու նոր ես սկսել համբերել։ Որ նոր ես սկսում սովորել համբերել։ Համբերելը սիրելիս հեշտ բան չի։ Քեզ թվում է, թե դու էլ ուժ չունես համբերելու, բայց որ իրանց հետ համեմատվում ես, տեսնում ես, որ դու նոր ես սկսել համբերել, բայց արդեն դժվար է։ Համբերելը հեշտ բան չի։ Հակոբոս 9, որ ես նոր կարդացի 5-րդ գլխի 9-րդ խոսքը, այստեղ մի բան էլ կա։ Ասում է մի հառաչեք իրար դեմ եղբայրներ, որ չդատվեք, ահա դատավորը դռան առաջին կանգնած է։ Ուստեղ բավական լուրջ խոսք կա, հատկապես երկրորդ մասը, որ ասում է ահա դատավորը դռան առաջին կանգնած է։ Աստծո խոսքի մեջ մի քանի տեղեր կան, երբ գրված է, էլի էս նույն ձևի։ Օրինակ, Հայտնության 3-րդ գլխում գրված է, էլի իմ խոսքերով ասեմ, ես դրան առաջ կանգնած եմ, այսինքն ուզում ասի, որ ես մոտիկ եմ, ինքը ամեն տեղ է, ինքը մոտիկ է։ Ու եթե մեկը իր սրտի դուռը բացի, կմտնեմ իր հետ ու ընթրիք կանեմ։ Ծննդոցի մեջ էլ մի տեղ է գրված, մի քիչ ուրիշ ձևի։ Ահա մեղքը դրանը առաջ կանգնած է։ Այն որ Աստված Կայենի հետ խոսում է, հա ասում է դու պիտի իշխես նրա վրա մեղքի։ Այսինքն Կայենը մի հատ իրադրության մեջ էր գտնվում, որ մեղքը շատ մոտիկ էր։ Ու այդտեղ էլ Աստված ներկայանում է որպես դատավոր։ Ու հասկանում են, որ երբ մենք տրտնջում ենք ու մեր եղբայրների քույրերի դեմ, հա, նա պատրաստ է անմիջապես գործի։ Ես միշտ սիրում եմ էլի, որ ասենք, այդ մոմենտը շատ եմ սիրում, ու սիրում եմ մարդկանց խորհուրդ տան, որ եթե ուզում ես մի բան ասես, հələ մի հատ 5-ից 10, 5 վայրկյան, լավ, 10 վայրկյաններ, մի հատ 5 վայրկյան եզև մի հատ մի քիչ եզև տորմուս տուր էլի, եզև ասեմ։ Հələ կարող է ընդհանրապես այդ բանը չասես, որ պետք է ասես։ Ու այդ 5 վայրկյանը գիտեք ինչ սովորություն է դառնում հետագայում, որ այդ 5 վայրկյանը հերիքում է, որ դու կարողանաս այն ինչ որ ասում ես, մի հատ հələ տենաս ինչ արդյունք է ունենալու։ Մի հատ շախմատի պես, մի հատ նայես ինչ է լինելու։ Ու հոգին քեզ օգնում է։ Դու լավ գիտես, չէ՞ որ Աստված ամենաուժեղ գրոսմաստերն է։ Ինքը հավերժություն է մտածել։ Ինքը գիտի հավերժությունում ինչ է լինելու, որ ժամանակ ինչ է լինելու։ Ինքը հավերժություն է մտածել։ Ինքը մեր երկրի գրոսմաստերների պես չի։ Որ ասենք, չգիտեմ, մի 30 խոտ կմտածեն, 50, չգիտեմ։ Ինքը տերերի տերն է, ամեն։ Այսինքն ես այսպես եմ հասկանում, երբ մենք իրար դեմ սկսում ենք տրտնջալ, Աստված իր դատաստանը շատ արագ բերում է։ Ասում է, հեսա դրան մոտ կանգնած է։ Այսինքն ինքը շատ մոտ է ու մի հատ դուր է քեզ բաժանում Աստծուց։ Ես այնտեղն է, որ երբ մեզանից ինչ-որ մեկը վրիպում է ու շատ կարևոր է ժամանակին ապաշխարելը, որտեվ կարող է չհասցնես ապաշխարես։ Հələ փառք Աստծուն, որ մենք այստեղ ամիսը մի անգամ հաղորդություն ենք ունենում ու հնարավորություն է լինում ապաշխարելու։ Փառք Աստծուն։ Դրա համար այդ ապաշխարությունը մի մոտեցու որպես հերթական ապաշխարություն։ Հաստատ ամսվա ընթացքում ինչ-որ մի բան արած կլնես։ Եթե չես արել, ուրեմն լավ քեզ չես նայե կողքիցդ։ Մի բան արած կլնես։
Դրա համար լավ է, որ ամբողջ սրտով ապաշխարության գաս Տիրոջ արած, որ Տերը հասկանա, որ դու մեղա եկար, որ դու հասկացար, որ դու սխալ ես արել, հետո էլ ռիսկով գաս հաղորդությանը մոտենաս։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 4:5 Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք։ Ես այն 5 վայրկյանն է, էլի։ Ասում եմ ժամանակից առաջ մի դատեք, մի քիչ մի շտապեք։ Միջև Տերը գա, որ խավարի ծածուկ բաները կբերի եւ լույսի մեջ եւ սրտերի խորհուրդները կհայտնի։ Ու այդ 5 վայրկյանի մեջ ինքը բերում է եւ ամեն ինչ հայտնում է։ Եվ սրտերի խորհուրդը կհայտնի եւ այն ժամանակ ամեն մեկին գովասանք կլինի Աստվածանից։ Այսինքն բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պետք է կանգնենք, սիրելիս, բոլորս։ Իսկ ովքեր Քրիստոսով փրկված չեն, նրանք կանգնելու են դատի առաջ։ Այդպես է։ Ու ես մտածում եմ, որ շատերը կլինեն կանգնած դատի առաջ կանգնած հենց նրա համար, որ իրանք դատել են։ Մատթեոս 7-րդ գլխում ասում, որ մի դատեք, որ չդատվեք, չէ՞։ Բոլորս գիտենք, չէ՞, այդտեղը, շատ լավ գիտենք, բայց ինչի՞ չենք հիշում այդ ամեն անգամ դատելուց, ամեն անգամ բամբասելուց։ Ու մի հատ հարց եմ ուզում ես տամ։ Ժողովուրդ ջան, բայց ինչի համար ենք դատում։ Ինչ որ մեկը կարա ասի ինչի համար ենք դատում։ Պատասխան կա։ Մի հատ հարց տվեք ձեզ, պետք չի տեղից խոսել։ Մի հատ պրոստը հարց տվեք, ինչի համար ենք դատում։ Մենք չենք հասկանում ինչի համար ենք դատում։ Ինչ միտք ունի ընդհանրապես դատելը։ Բացի նրանից, որ կարաս քեզի ցույց տաս։ Ինչքան դու հասկացող ես, որ դու էդի տեսել ես, ու էդի նկատել ես, ես մեր հայերի լեզվով ջոգել եմ էլի ախպեր։ Էդի բացի քեզնից ցույց տալուց ինչ միտք ունի։ Ախր էդ էլ հպարտություն է, չէ՞։ Էդ էլ ոնց ասեմ, ինքնասիրություն, չափից շատ ինքնասիրություն է, ինչ ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, հպարտություն է։ Հիմի կողքին այդ լավ կծառայի, հիմի այն մեկը վատ կծառայի, քո ինչ գործն է։ Քո ինչ գործն է։ Եկել ես աստվածապաշտության, արի Աստծո հետ վայելի, Աստծո հետ հանդիպում ունեցի, փառք Աստծուն։ Ամեն մարդ իր գործը անում է, ինչքան կարողանում է։ Սիրես, Աստված ամեն մեկին տարբեր կարողություն է տվել։ Ամեն մեկին տարբեր տեսակի հնարավորություն է տալիս։ Ու ես ուզում եմ այսպես օրինակ բերեմ։ Եկեղեցին նմանացնեմ մի հատ մարմնի, հա, որ մարմնի անդամների, որ ոնց որ եկեղեցու անդամները, եզև ասեմ։ Արեք մի հատ համեմատենք ձեռքն ու ականջը։ Կներեք։ Չնայած դրանք մի մարմնի անդամ են, չէ, բայց շատ են, չէ, տարբերվում իրարից, ձեռքն ու ականջը։ Գիտես, որ կողքին այդ քեզանից տարբերվում է, դա գիտես, չէ։ Աստված ամեն մարդու տարբեր է ստեղծել։ Մենք իրար նման չենք։ Տարբեր է ստեղծել։ Ու ականջը չի կարա ձեռի նման շարժվի։ Այն դերը, որ կատարում է ականջը, ձեռը չի կարա կատարի։ Կամ հակառակը։ Ու պատկերացնում ես ականջը ձեռին դատի, ոնց կարա այդպեսի բան լինի։ Ու Աստված ականջին մի ծրագրի մեջ է օգտագործում, ձեռին էլ մի ուրիշ։ Ամեն մեկ իր գործն է անում, բայց մի մարմին են։ Բայց մի մարմին են, ու մի նպատակի համար են անում։ Սիրես, եկեղեցուն ոման Քրիստոսի ձեռքերն են, չէ։ Ոմանք էլ կարան ականջները լինեն, չէ։ Ու Աստվածա դատողը դու չես։ Համբերի միջև Տերը կգա։ Ինքը Տիրոջ ծառան է սիրելիս։ Դու ինչ գործ ունես ուրիշի ծառային դատում ես։ Խոստելա չէ սովորեցնում դա։
Դրա համար այսօրվա իմ քարոզը այդպես էլ անվանել եմ։ Համբերի միջև Տիրոջ գալուստը։ Մեկը կարա որպես ականջ իր ծառայությունը շատ լավ անի։ Բայց ինչ որ մեկի աշկին դա կերևա ու ծույլ էզև կերա, ոնց որ ծույլ նստածա ոչի բան էլ չի անում։ Ու եթե դու իրան դատես, մի օր Աստված ասելու է քեզ, որ ինքը շատ լավ էլ իր գործերն անում է, իր ծառայությունն անում է։ Այ որ դու էլ լավ անես, ժամանակ չես ունեն նայես, թե ով ինչ է անում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք իրար չդատենք։ Ու որ խորը մտածես, դատելը չհամբերելու հետևանքա։ Մի քիչ համբերի։ Սիրիս, իրար օգնել կա, իրար խորհուրդ տալ կա, հա, բայց ուրիշ բանա դատելն ու բամբասելը։ Էդի ուրիշ բանա։ Մարդիկ կա, որ այսպես բաներ են անում, որ իրանց գլխին էզև հալածանք են բերում։ Այդպեսի մարդկանց կարելի է զգուշացնել, բայց ոչ դատել ու դատապարտել ու բամբասել։ Ու ես բոլորի վերաբերյալ ուզում եմ ասեմ, սիրելի եղբայր, այսինքն քույրիկներն էլ հետը։ Եթե դու դժվարություն ես հանդիպել, եթե վատ իրավիճակի մեջ ես հանդիպել, մեջ ես ընկել, եթե տեսել ես անարդարություն, մի քիչ համբերի։ Դատը մի վերցու քո վրա, հա, թող Աստծուն։ Իսկ եթե դու արդար լինելով համբերում ես, դա արդեն Աստծո առաջ շնորհք է, որն էլ Քրիստոսից է։ Ամենասող կա։ Փառք Աստծուն։ Գրված է, որ Հիսուս էլ դատը տալիս էր իր հորը, արդար դատավորին, հիշում եք, չէ՞։ Իրան մեղադրում էին ու դատապարտում էին, չէ՞։ Հիմի ուշադիր, ինքը թողում էր այդ ամենը իր հորը, բայց որ մեզ են մեղադրում կամ դատապարտում, մենք ինչ ենք անում։ Բացի նրանից, որ թռնում ենք իրանց երեսին, հեզև կոպիտ բան ասեմ։ Հələ դի մեղմ ասած մի բան է։ Բացի դրանից ինքներս ենք դառնում մեղադրող ու դատավոր։ Այնինչ դատը պիտի տանք մեր հորը, սիրելիս, ու մի հատ էլ, եթե կարողում ես, մի հատ էլ ամենասաստեղ։ Ու հաղթողը Հիսուսն է, այն մեղադրողն էլ հիմի դժողքում է, սիրելիս, բայց Հիսուսը թագավորների թագավորն է։ Իսկ քանի որ մենք գնում ենք իր հետևից, այսինքն այդ նույն ճանապարհը ինքը դրել է մեր առաջ։ Ինչ եք շեղվում։ Ինքը նորմալ ճանապարհ է տվել մեզ։ Ինչ ենք շեղվում։ Ուզում եմ մի քանի միտքեր ստեղ ասեմ։ Կարդամ նորվա կարդացածը, Հակոբոս 5:10։ Եղբայրներ, չարչարանքի եւ երկայնամտության օրինակ առեք մարգարեներին, որ Տիրոջ անունովը խոսեցին։ Նայեք, մեր համար լավ օրինակ է։ Մարգարեներն են, հա, իրանք մեր համար լավ օրինակ են։ Մարգարեներից մի քանի բան ասեցինք, հա, որ իրանք էլ են գործել տարբեր իրավիճակներում։ Այնպես չի, որ իրանք գործել են, երբ որ ամեն ինչ նորմալ է եղել, էզև ամեն ինչ հանգիստ է եղել, իրանք էլ գործել են։ Հենց որ անհանգիստ բան է եղել, իրանք չէ, տնից դուրս չեն եկել, այդպես չի եղել։ Հիմի շատերը եկեղեցի չեն գալիս։ Ծառայության չեն գալիս։ Ասում են, այս խառը օրերը անցնի, նոր կգամ։ Ու ես քեզ հաստատ մի բան եմ ուզում ասեմ։ Այս խառը օրերը չեն անցնելու։ Ու եթե հիշում ես մեր հովիվ Գորնել, իր ծառայության տարվա խոսքներ ոնց որ, ասեց, այն, որ ձեզ թվում է կրակ է, այդ կրակը չէ, այդ կայծերն է, կրակը լինելու է։ Սես դրա համար պետք չի սպասել, որ ամեն ինչը ընկնի իր հունի մեջ, որ մենք սկսենք գալ եկեղեցի կամ սկսենք ծառայել։ Հենց խառը օրերին է, որ սիրելիս պետք է հաղթահարես ինքդ քեզ ու քո Աստծուն ծառայես։ Հաղթահարես եւ հանձնվես Աստծուն։ Եզև ավելի ճիշտ կլինի։ Որտեւ որ ուշադիր կարդաս կտեսնես, որ մարգարեները խառը օրերին էին գործում։ Իրանք ինչ ասես անում էին։ Իրանք կարան չէ տունը նստեին դուրս չգային։ Ես ուզում եմ մի հատ էլ մի մարգարեի օրինակ բերեմ, որը որ Իսրայելում համարվել ամենամեծ մարգարեն։ Մովսեսը։
Մարգարե էր հարմարվում, թե չէ։ Ինքը մարգարե էր սիրելիս, ինքը մեծագույն մարգարե էր։ Մովսեսի համար գրված է, որ նա ծնվել է ամենածանր պայմաններում, որ նոր ծնված տղեկին, հիշում եք, չէ, գցում էին ջուրը։ Նման է, չէ, որ Հիսուսը ծնվեց։ Երբ որ ծնվեց, ինչ էին անում, սրի էին տալիս տղեկին։ Ինչքան նման է։ Ու Մովսեսը մեծացավ փարավոնի պալատներում, բայց իր ազգը տառապանքների մեջ էր։ Ու դա իր սրտին բեռ էր։ Ինքը նկատել էր, որ իր ժողովուրդը տանջվում է։ Ու հիշում ես ինչ որոշում ինքը կայացրեց։ Նա որոշում կայացրեց ոչ թե մեղքի զվարճությունների մեջ մնա, այլ իր ժողովրդի հետ մնա։ Ինքը դրեց իր ժողովրդի հետ տանջվելու վարիանտը։ Իսկ դու նկատել ես, որ մենք չենք սիրում տառապել։ Իսկ չարչարվել չենք սիրում։ Մենք կարողանում ենք ինչ-որ զվարճություններից ետ կանգնենք, որ Տիրոջը ծառայենք։ Ասում է, սիրիր քո ընկերոջդ ինչպես քո անձի պես։ Բոլորը շատ լավ գիտենք, չէ՞ այստեղը։ Եկեք Մովսեսից օրինակ վերցնենք, էլի։ Նա ընտրեց դժվար ճանապարհը։ Ինքը տանջվելու էր, բայց փրկելու էր Աստծո ժողովրդին։ Դու քեզ տեսնում ես այստեղ, որ դու կարաս, այն որ այսօր գիտեք, չէ, աշխարհին ցարը մենք առօրյա փող ենք աշխատում։ Ինչ չես եկեղեցի փող եմ աշխատում։ Մենք կարում ենք, հələ եկեղեցի չենք գալի, ինչի մասն է խոսքը, որ մենք աշխատանքը հանգած այդ փողի աշխատելու մոմենտը մենք թողենք ու աշխատենք ինչ-որ մեկին մեր եղբորը կամ մեկին էզև օգնած լինենք։ Մենք կարում ենք դա անենք։ Նկատել ես, չէ, ինչքան աշխարհը ինչքան էգոիստություն է մեր մեջ դրել։ Սիրելիս, ազատվի այդ ամենից, ազատվի այդ աշխարհից, սկսի այդ հոսքին հակառակ գնալը։ Ուրիշ ձև չկա։ Ինքը հեշտ չի, բայց Հիսուսի հետ հաղթահարելի է։ Փառք Տիրոջը։ Մի հատ կարա շրջվես կողքինիդ ասես, դու Աստծո ժողովուրդ ես։ Գիտես, Մովսեսը ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը։ Ավելի լավ դա համարեց, քան թե մեղքի եւ զվարճությունների մեջ մնալը։ Ու ես քեզ մի բան ասեմ, ստեղ նստածներից ես ոչ մեկը չունի այն հնարավորությունները, որ ունեցել է Մովսեսը։ Ես ի նկատի ունեմ այդ զվարճանալու ու այդ լավ ապրելու հնարավորությունները։ Ինքը համարյա փարավոնի պես ապրում էր։ Բայց ինքը ընտրեց իր ժողովրդի հետ ապրելու։ Ինքը ընտրեց, բոլորս գիտենք էլի ինչ ընտրեց։ Մովսեսը թագավորական կյանքից հրաժարվեց։ Ու որ համեմատես մեր հնարավորությունների հետ, մեր ունեցած հնարավորությունները, հեզև մի փոքր բան է։ Բայց մենք դրանից չենք կարող ազատվենք։ Չենք կարող դենքցենք դա, սկսենք մեր ժողովրդին ծառայենք։ Ու հավատա հենց որոշում կայացնես, որ մենք այդ փոքր բանից հրաժարվում ենք, չէ՞, հրաժարվենք։ Հանուն Տիրոջը ծառայելու, հանուն Տիրոջ ժողովրդի համար ինչ-որ մի բան անելու։ Տիրոջ օրհնությունները եզև միանգամից գալու է եկեղեցու վրա։ Իսկ թվում է այստեղ մի հատ եզև շատ լավ հնարավորություն է, որ բոլորս բացական չենք հալելույա։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Ամբողջ փառքն ու պատիվը Տիրոջը սիրելիս։ Մատթեոս 5:10 Երանի նրանց, որ արդարության համար հալածված են։ Գրած չի բառերում ման են գալի, գիշերային ակումբներում ման են գալի, երանի նրանց։ Ասում է երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արքայությունը։ Մովսեսը ընտրեց ինչ-որ բանի համար հալածվի, չէ՞։ Մատթեոս 10:22 կներեք։ Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Ես գիտես այս տեղերը կարդում եմ, որ մենք մեզ համեմատենք այս տեղերի հետ, էլի։ Որ տենանք մենք ընդհանրապես այս տեղերը, որ կարդում եմ, ոչ մի տեղի հետ էլ չենք կարող համեմատվենք։
Ասում է, եւ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլնեք։ Սակայն ով միջև վերջ համբերի, ասա համբերի, նա կփրկվի։ Գիտեք, շատ դեպքերում Տիրոջ ծառայողները ատված են լինում։ Շատ դեպքերում ու ցավալին նա է, որ հենց ատված են լինում հենց մեր քույրիկ եւ եղբայրների կողմից։ Ասում է, եւ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Իմիջիալոց մեր հայ ազգի այս վիճակն եմ ուզում այս տեղի վրա բերեմ։ Կարծում եմ մենք ատել ենք, որովհետև մենք քրիստոնյա ենք։ Կարծում եմ շատ երկար տարիներ է այսպես։ Բայց էլի գրված է միջև վերջ համբերի։ Այս միջև վերջ սիրելիս 2 օր չի ասում համբերի, կամ 20 օր, կամ 20 տարի։ Էսի թիվ չի ասում է միջև վերջ։ Մեր ազգի վրա եղերնա չէ եղեր կազմակերպեցին, որովհետև մենք քրիստոնյա ենք։ Զուտ դրա համար։ Այն ժամանակներում քրիստոնեությունը իրանց աշկերի փուշն էր, իրանք ուզում էին այդ երկիրը ազատեին քրիստոնյաներից։ Ու ես չգիտեմ դու գիտես թե չգիտես, որ այն ժամանակներում եւ միջև հիմի էլ ես մի 10 տարի առաջ ինքս նկատել եմ դա, որ այն ժամանակներում այդ տերիտորիայի ապրած ժողովուրդը, երբ որ ասում էին քրիստոնյա, ի նկատի ունեին հայերին, չէին ասում հայ, ասում էին քրիստոնյաները։ Ու միջև այսօր էլ ես մի 10 տարի առաջ Էմիրատներում այդպեսի բան լսեցի, որ մարդիկ հայ չէին ասում էին քրիստոնյա։ Ու հայերը, որոնք ընդունեցին իսլամ, սիրելիս, նրանցից շատերը ապրեցին։ Իսկ նրանք, որոնք որ մնացին քրիստոնյա, հալածվեցին, մորթվեցին, տանջվեցին։ Ես հավատում եմ, որ նրանք, ովքեր մնացին քրիստոնյա, մեռան, սիրելիս, բայց փրկվեցին։ Ու գիտեք, խոսքը այսպես է սովորեցնում, որ մահը մեր համար ձեռքբերում է։ Էդի ես միշտ ասել եմ, կասեմ, մենք այդ մահից չգիտեմ ինչի վախենում ենք, բայց դա այդքան է դժվար բան չի։ Աստված այնպես դժվար բան մեր համար չի բանանի, չի հնարի, չի ստեղծի։ Բայց դա էդի ես միշտ ասում եմ, էդի սամալոտի տոմսել չի, ես չգիտեմ էդ ինչի տոմս է, դեպի պապա։ Կարևորը որ մարդը փրկված լինի։ Ես համբերի միջև պապան գա։ Ամեն։ Ես հավատում եմ, որ նրանք, ովքեր մնացին քրիստոնյա, մեռան, բայց փրկվեցին։ Ես շատ եմ հավատում դրան։ Հիսուսն ասում է, որ իմ անվան համար պիտի ատելի լինեք։ Իսկ ատելի նշանակում է լինել հալածված, լինել նեղության մեջ, հա, պիտի չարչարվենք, բայց ով միջև վերջ համբերի սիրելիս, նա պիտի ապրի։ Տանյա։ Հովի պատմությունը կարծում եմ բոլորդ կարդացել եք։ Ինչքան ես հասկանում եմ հոմը ապրելա 140 տարի։ Նու կարող եմ մի քիչ շատ։ Բայց այդ դժվարության մեջ ինքը եղել է մոտարապես մի տարի։ Հիմի 140 տարվա մեջ այդ մի տարին այդքան էլ շատ չի։ Մի տարի դժվարություն է քաշել, 140 տարի են մնացած տարիները օրհնված ապրել է, մեռնելուց հետո էլ գնացել է հավիտենականություն։ Այսինքն 140 տարի օրհնության համար արժի մի տարի, ասենք, նեղության մեջ լինել։ Անկամ եթե ես մեր մարդկային լոգիկայով ես մտածում, պատասխանը պարզ է։ Սես Աստված մեզ դժվարությունների մեջ շատ երկար չի թողի։ Մեզ պետք է պրոստը դժվարության ժամանակ, սիրելիս, Հիսուսի փեշը բաց չթողենք։ Մեզ տղես, որ փոքր էր, մենք որ մտնում էինք տարբեր տեղեր, որտեղ որ շատ մարդ կար, մեր փեշը տալիս էինք, ասում էինք բռնի բաց չթողես, ու ինքը երբևիցե բաց չէր թողում։ Բայց ինքը այդքան փոքր երեխա է, ինքը այդքան հասկանում էր ու բաց չէր թողում։ Մենք մեծ մարդիկ ենք, սիրելիս, եկեք Հիսուսի փեշը բաց չթողենք։ Որտեվ Հիսուսը բերը որ բաց չթողես, անգամ ինքը որտեղ է քաշի գնաս, ինքը տանելու է դեպի փրկություն, ինքը դեպի կյանք է գնում քեզի տանում։ Հատ Տիրոջը։
Սիրելիս, հետո մի բան հաշվի առնենք, որ Աստված մեր բոլորի կարողությունը գիտի։ Մեր կարողությունից ավել թույլ չի տա, որ ինչ-որ մի բան լինի։ Ու մի բան էլ հաշվի առնենք, որ դժվարությունները մեզ կոփելու ու դաստիարակելու համար է։ Վերջի մենք պիտի մի բան հասկանանք, որ եթե Աստված մեզ ջուրը, հացը, ինչ ասեմ էլ, լավ մեքենան, մենք մեքենա շատ ենք սիրում։ Իր այդ ամեն ինչը ժամանակին նեզև տա, մենք չենք կարող հասկանանք այն մարդուն, որը որ ծառավա, չէ՞։ Մենք մի հատ պիտի ծառավ լինենք, որ հասկանանք այդ մարդը ինչ ազգում է ծառավ լինելու ժամանակ։ Բայց մենք չենք ուզում։ Մենք ուզում ենք ամեն ինչ լավ լինի։ Ամեն անգամ դժվարությունների մեջ լինելով, սիրելիս, անցնելով, համել մեր իմաստությունն է շատանում, որը Քրիստոսից է։ Որպես ես հոգնածին հասկանամ, ես մի հատ պիտի հոգնեմ, որ այդ հոգնածին հասկանամ։ Որպես ես այդ ատամի ցավ ունեցողին հասկանամ, ես մի հատ պիտի այդ ատամի ցավը զգամ, չէ՞ որ հասկանամ այդ մարդը ինչ է ազգում։ Բայց մենք չենք ուզում, պատրաստ չենք։ Սերս դժվարությունների մեջով անցնելով է, որ սկսում ենք կյանքից մի բան հասկանալ։ Դու երևի չես էլ հիշի առաջ անգամ քո կյանքում երբ ես մատդ վառել։ Դու չես էլ հիշում, բայց այդ վառելը քեզ սովորացրել է, որ կրակին մոտ չգնաս։ Կյանքի դժվարություններն է, որ այն սատանայի դրած ռոզովի ակնոցները մեր աչքերից էզև հանում է, ու մենք սկսում ենք ամեն ինչ իր ճիշտ ձևով տեսնելը։ Սիրես, երբ փորձություն է գալիս, ճիշտն ասած, այդ փորձությունից տարբերակ չկա փախնելու։ Տարբերակ չկա փախնելու։ Ուզած չուզած պետք է անցնես։ Օրինակ հոբը հիվանդացել էր, խո չէր կարանեց անել, որ չհիվանդանա։ Չէ։ Սես որ պրոբլեմը գալիս է, մի փախի։ Այդ փախնելուց այդ պրոբլեմի ժամկետը ավելի երկարում է։ Հիսուսով կանգնի դրա դեմ։ Ու միանգամից այդ պրոբլեմի հարցը լուծի։ Տուր այդ պրոբլեմը Տիրոջը, ինքը ժամանակները շատ լավ գիտի։ Համբերի։ Մի նայի աչքերդ ինչ են ցույց տալի։ Մի նայի կողքերդ ինչ է կատարվում, համբերի։ Գիտես, ես տեղից կարողանում եմ մի հատ եզրակացություն անեմ, որ փորձությունը ոնց կարա մարդուն բարձրացնի, այնց էլ կարա մարդուն փչացնի։ Մեզ դիմանալ է պետք։ Մենք քրիստոնյաները, սիրելիս, մենք Հիսուսին ունենք։ Փորձությունը մեզի պիտի բարձրացնի, փորձությունը մեզ պիտի շնորհք տա, որը Հիսուսից է, ես արդեն ասեցի։ Սես համբերել կարողանալը շատ լավ բան է։ Դրա համար ուզում եմ կոչ անեմ քեզ, որ ինչ դրության մեջ էլ որ լինես գոհացի ու փառք տուր Աստծուն։ Անկամ եթե ժամանակ եկել է, որ երկրից հեռանաս, սիրելիս, ուրախացի։ Ինչ կարաս անես։ Ուր կարաս փախնես։ Մենք բոլորս սիրելիս այդ հերթի մեջ ենք, անկախ տարիքից։ Ոչ մի տեղ չենք կարա դրանից փախնենք, փախնելու տեղ չկա։ Մի հատ տեղ կա գնալու, Տիրոջ հետ հավերժություն ապրելու։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Ասում է երկայնամիտ եղեք դուք էլ, երկայնամիտ այսինքն համբերեք։ Հաստատեցեք ձեր սրտերը, որ Տիրոջ գալուստը մոտեցել է, այսինքն համբերի միջև Տիրոջ գալուստը։ Սա գիտես ինչի նման է։ Այն որ մեկին ծեծում են, ու այն կողքից կայնասները նայում են, կանգնած նայում են ու ասում են մի քիչ համբերի պապատ գալու է։ Համբերի հեսա գալու է։ Ու կողքերը շատ լավ գիտեն։ Հենց որ պապան գա, իրավիճակա փոխվելու։ Սիրս, հենց որ պապան գա, իրավիճակա փոխվելու։ Ամեն։ Ու արեք հասկանանք, որ նեղության մեջ է, որ համբերությունը սկսում է ձևավորվել ու կատարելագործվել։ Ու դա մի որակ է, որ ամեն հավատացյալ պետք է ունենա, սիրելիս։ Դրա համար, սիրելիս, համբերությունը քրիստոնյաների լավագույն որակներից մեկն է։ Գիտես, այսօրվա այս քարոզը, որ այսքան երկարում է, համբերության համար է։ Ինչքան կարող ես համբերես, քոնը չի տանում։
Ու ես մի բանի մասին եմ ուզում խոսամ շատ կարճ արդեն, որը որ կապ ունի համբերության հետ, որովհետև եթե ներելու մասին դի խոսանք, շատ անգամ ոնց որ ներել է պետք, որ կարողանաս համբերես, ոչ բոլոր դեպքերում, բայց եթե ներում ես, կարողանում ես այդ մարդուն համբերես, չես սկսում դատել այդ մարդուն, մի քիչ նոր խոսում էինք դրա մասին։ Առակաց 19:11 Մարդիս իմաստությունը նրան երկանամիտ կանի և նրա փառքը հանցանքը ներելն է։ Սես մենք բոլորս գիտենք, որ հավատքը թույլ մարդու բան չի։ Հավատքը ուժեղ մարդու բան է։ Ու ես մի բան կասեմ, որ ներելու համար էլ պիտի ուժեղ լինես։ Գիտես, ամենահեշտը գալստի կանգնել ապաշխարելն է։ Էդի շատ հեշտ է։ Ես ճիշտն ասեմ, ես առանց հասկանալու եմ ապաշխարել։ Հասկացել եմ ապաշխարելուց հետո, ինչի համար ապաշխարեցի։ Ինձ ասեցին, կուզես ապաշխարել, ես էլ ասի հա, չգիտեմ ինչի ասեցի հա։ Մարդ կա այսօր, որ առաջի անգամ է եկեղեցու։ Փառք Աստծուն, քույրիկ ջան քեզ համար, փառք Աստծուն։ Եկեք ծափարենք, հա իրան։ Փառք Տիրոջին։ Գիտես, նայեք, դու կարող ես ներես մարդու, որովհետև ուրիշ հնարավորություն չունես։ Էդի գիտես որն է, այսինքն դու կարող ես այդ մարդը քեզանից ուժեղ է, ու դու ուզած ներում ես։ Ուրիշ վարիանտ չկա։ Ու շատերը կհասկանան ես ինչ եմ ասում։ Բայց կա որ դու կարաս չներես։ Հա, բայց ներում ես։ Այսինքն քո ուժերդ ու լեզվի ճարտարությունը, որտեվ լեզվի ճարտարությունն է պետք։ Իրանից ուժեղ ես դու, բայց դու իրանից ուժեղ լինելով դու իրան ներում ես։ Այ Աստված է դա գնահատում։ Ոչ թե որ շատերս այդպես է։ Մենք սուս ենք մնում, որովհետև ինքը մեզնից ուժեղ է, որովհետև ինքը BMW-ի ռուլին է։ Ես էլ չգիտեմ ինչի ռուլին։ Իր ավտոն ավելի լավն է։ Ուտեղիքը շատ լավ հասկանում են ինչի մասին եմ ասում։ Հա այդ որ մեքենաներին նստում են հպարտ, լավ մեքենաների ռուլին, սիրելիս։ Մեքենան ռուսերեն ասեմ, սредство для передвижения։ Հպարտանալու բան չի։ Փառք Աստծուն, որ Աստված քեզ այդպեսի հնարավորություն ա տվել։ Ամեն։ Ու դու որ դու ուժեղ ես, բայց ներում ես, հասկանալով ես ներում։ Սես դա Տիրոջ առաջ ինչ որ մի բան արժի։ Ու ինձ թվում է հասկանում եք ինչի մասին եմ ասում։ Ու ես ավելին եմ ուզում ասեմ։ Նայեք, ներելու վեկտորը վերևից ներքևն է, ներքև է։ Մեծն է, որ ներում է։ Ու ինքը մեզ օրինակ է ցույց տալի։ Մեծն է, որ ներում է, սիրելիս։ Ոստեղ ես նկատի չունեմ տարիքը։ Նայեք, աշխարհում կա փոխադարձության սկզբունք։ Լավին լավ, վատին վատ։ Կրկնում եմ, սա աշխարհում է ընդունված։ Լավ, ինչքան կարելի է մեկը մյուսին վատություն անի։ Դու մի վատ բան ասես, ինքը երկու վատ բան ասի, 3, 4, 5, 6, հա, ինչքան։ Վերջ ինչ-որ մի հատ խորագեստ իմաստուն կգտնվի, որ այդ ամեն ինչ հեզև կանգնացնի։ Ես մեր օպերատորին կխնդրեմ այդ մի հատ նկար կա, հա։ Ժողովուրդ, հələ մի հատ ուշադիր նայեք։ Վարվերով գալիս է ու կանգնում է։ Հələ պատկերացրու, որ էդի եկեղեցին է։ Ընկերներդ են, գործի տեղի ժողովուրդն են, հարևաններդ են, եկեղեցին է, ընտանիքդ է։ Գիտես, ես միշտ ասել եմ կասեմ, եկեղեցի ոչ մեկ չի գալի մեկին նեղացնելու։ Ոչ մեկ, բայց չգիտես ինչի նեղացած մարդիկ են հայտնվում։ Այսինքն ստեղ խնդիրը կամ մեր դիմացինի մեջ է, կամ մեր մեջ։ Ու սատանեն ամեն ինչ անում է, որ մեր խաղաղությունը տանի։ Սատանեն գալիս է, այն մեկի խաղաղությունը տանում է, այն մեկը չի դիմանում, չի կարողանում կանգնացնել իր վրա, որտեղ խոնարհություն չունի, իմաստություն չունի, համբերություն չունի, ներել չգիտի։ Անցնում է այն մեկի վրա, դա գիտեք որն է,
որ կինդ գալիս է քեզ մի բան ասում։ Ու մազերդ բիզբիզ է կայնում, եթե ունես էլի։ Դու պետք է հասկանաս, սիրելիս, որ Սատանեն ամեն ինչ անում է, որ քո խաղաղությունդ գողանա։ Եթե Սատանեն Պետրոսին օգտագործեց, սիրելիս, Սատանեն ամենքից էլ կարող օգտագործի։ Հիսուսի փեշը բռնի բասմի թող։ Ու քեզ իմաստություն ապետ, ոչ թե ճիշտ ու սխալ անես կամ վախացնես քո կնոջը կամ ամուսնուդ։ Դժվար թե, հա, այսինքն այսօր հնարավոր է ամուսնուն վախեցնել։ Գիտես, դրա տեղը հասկացի, որ Սատանեն ուզում է մտնի տունդ։ Ու եթե դու քու վրա էդի չես կանգնացնում, գիտես ոնց։ 5 վայրկյան մտածելով, 5 վայրկյան, սուս մնալով, ներելով, չի հասկանում, Հիսուսն էլ այդպես ներեց։ Կինս, երեխես, ամուսինս, չի հասկանում ինչ ասում, չի հասկանում ինչ ասեց, կամ էլ կարող է դու չես հասկանում, բայց դու պետք է մի բան հասկանաս, որ եթե դու կանգնացնում ես, այդ դեպքում դու գործում ես Սատանայի դեմ։ Ու Սատանին պետք է կանգնացնես, եթե չկանգնացնես, ինքը քո վրով անցնում է մտնում ընտանիք, երեխեքիդ, կնոջդ, հարևաններիդ ու գնում է։ Այն մի սպիչկեն որ կա, չէ, լուցկի հատիկը։ Այդ դրապես մի քիչ էզև խոնարհվենք։ Մի քիչ այդ հպարտությունը գցենք այն կողմ։ Սես ու խաղաղություն ընտանիքիդ կպահպանես։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Ու ես այստեղ ուզում եմ հիշեմ սիրես Հովսեփի պատմությունը։ Երբևիցե մտածել ես, որ հանկարծ Հովսեփը իր եղբայրներին չներեր։ Բայց կարար չէ չներեր։ Դուք պատկերացնում եք, հիշում եք, չէ, ինչ հնարավորությունների տեր էր ինքը։ Համարյա թե թագավոր էր։ Բայց ինքը ներեց, չէ։ Ու այսօր շատ է լինում, որ եղբորը չի ներում։ Բայց ինքը ներեց։ Ուտեղ Սատանին կանգնացրեց, երելիս։ Գիտես, մենք գիտենք, որ մարդը մեղավոր էր։ Աստված էլ մարդում ներեց։ Ու մենք հնարավորություն ստացանք Հիսուս Քրիստոսով փրկվելու։ Մի հատ հարեք հիշենք, ինչ աղոթք ենք անում մենք հայր մեր աղոթք ասելուց, ինչ տեղեր կա այնտեղ։ Ասում է Աստված ներիր մեզ, ինչպես մենք էլ ներում ենք մեզ պարտականներին։ Բայց սիրես, մի հատ արեք այսպես մտածենք, հա։ Եթե մենք չենք ներում, դու էլ մեզ մի ների։ Ու եթե մենք եզև ենք ձևավորում, սա մի քիչ վախենալու արդեն դառնում, ավելի վախենալու եզև ասեմ։ Ու Հիսուսը մի հատ օրինակ պատմեց, ես այս օրինակը շատ մեծ է, չեմ կարդալու, եզև շատ արագանցնեմ ու այդ օրինակը դուք շատ լավ գիտեք։ Մատթեոս 18:21 խոսքից։ Ասում է այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասեց. «Տեր, քանի անգամ եթե իմ եղբորն ինձ դեմ մեղ քանի, ես նրան ներեմ»։ Բոլորը հիշում եք, չէ՞ այդ տեղը։ Ու պատասխանը այսպեսին էր. «Մինչև 70 անգամ 7»։ Սես, հիմի անես չի որ բրի թուղթուգրիչը վեկալես, այդքան թուղթուգրիչ էլ չի երիքի, որ ամեն քեզի նեղացնողին գիծ քաշես։ 1 2 3 4 490-ը 490 էլ տեղ չունես։ 491 ու Չէ, սիրելիս, դա ասում է նրա մասին, որ մենք միշտ պետք է ներենք։ Ու դա հաշիվ չունի։ Ու դա ասում է, սրա համար երկնքի արքայություն նմանվում է մի թագավոր մարդի, որը ուզեց իր ծառայի հետ հաշիվ տեսնի։ Եվ երբ որ սկսեց հաշիվը տեսնել, նրան մոտ բերեցին մեկին, որը որ իրան 10,000 քանքար էր, չէ՞ պարտական։ Ասեց տարեք սրա եղած չեղածը ծախեք, պարտքերը թող փակի ինքը։ Այն էլ ընկավ Տիրոջ ոտները, ասեց, Տեր համբերիր ինձ համար և բոլոր կհատուցանեմ քեզ։ Մենք բոլորս այդ օրի ենք եղել ախր։ Բայց Տերը գթաց, չէ՞ մեզ։ Տերը գթաց մեզ։ Տերը մեզ բոլորից գթացել, սիրելիս, քեզ էլ գթաց, նրան է գթաց, բոլորին գթաց։
Մատթեոս 28:35-ում շարունակվում է այս խոսքը, ասում է, երբ որ ծառան դուրս եկավ այնտեղից, պատկերացնում եմ ուրախացած։ Մեկ էլ այնքան լավ էր զգում, որ մեկ էլ իրան մի պարտքատեր, որ իրան էր պարտք, հանդիպեց, ինքը ինչ ասեց, հա, մի հատ գնալը պարտքերդ բեր տեսնեմ։ Ունա նույն բանն ասեց, համբերիր ինձ համար եւ բոլորը կհատուցանեմ քեզ։ Սա է նույն բաներն, ինչ որ մենք մեր Տիրոջն էինք խնդրում, սիրելիս։ Բայց նա չէր կամենում, այլ գնաց չէր ուզում ներեր, գնաց նրան գցեց բանտը, որ պարտքերը միջև վերջ վճարի։ Այն ծառայեկիցները տեսան, գնացին Տիրոջն ասեցին, այն ժամանակ նրա տերը մոտ կանչեց նրան եւ ասեց. «Չար ծառա»։ Սիրելիս, չարը նա չի, որ չարություն է անում, մենակ նա չի։ Համել նա է, որ չի ներում։ Դա չարություն է, երբ որ կարաս ներես, երբ որ քեզ ներել են ու դու չես ներում։ Ես հասկանում եմ, որ թշնամուն ներելը շատ դժվար է, բայց Հիսուսը բոլորին ներեց։ Ու հնարավորությունը տվել է, որ մենք էլ կարողանանք բոլորին բաց թողենք, սիրելիս։ Սիրես, Աստված մեզ բոլորից ներեց ու ինքը ապացուցելու համար Հիսուս Քրիստոսին տվեց, որ խաչվի, սիրելիս։ Ով որ հավատում է Քրիստոսին, նա ունի կյանք։ Որտեվ ես գիտես այդքան էլ չեմ կարողանում հասկանամ, երբ որ մարդը ապաշխարել է ու ներելու այդ խնդիր ունի։ Եթե այդպեսի բան կա, սիրելիս, ուրեմն մի հատ ապաշխարությունը վերանայելու կարիք կա։ Կարող է պետք է մի հատ էլ ապաշխարես։ Այնպես չի, որ եզև ուսմունք կա, հա, ասում է մի հատ ապաշխարի, եզև ուսմունք են տարածում հիմա։ Ասում է ապաշխարի, հետո ինչ ուզում ես արա։ Դա սուտ է, սիրելիս, չի կարելի։ Ապաշխարի ու ամեն անգամ մի բան էլ, որ անգամ չես էլ անում, չի էլ մարմնանում, բայց տեղը տերևացել է, մի հատ մտքիդ մեջ եկել է, մի հատ ապաշխարի նորից։ Մի հատ պատմություն պատմեմ, քիչ է մնացել։ Ես մեր քուրիկը մի ասում էր, երբ է պրծնելու։ Համբերում եք, չէ՞։ Վրազող մարդ չկա, փառք Տիրոջը։ Մեկը գալիս է իմաստունի մոտ հարցնում, ասում է, իմաստուն ջան, չեմ կարում ներեմ։ Ասում է, ինչ անեմ։ Ասում է, մի հատ ռյուկզակ գցի ուսիդ, ու ամեն անգամ որ չես ներում, մի հատ կարտոշկա գցի այդ ռյուկզակի մեջ։ Ես տղեն մտածում, ասում եմ, բայց մի օր կգա այդ ռյուկզակը կլցվի, համ ծանր կլինի, համ էլ այդ կարտոշկեն կսկսի նեխել, բայց ես զզվում եմ նեխած կարտոշկից։ Մարդ ասում է, չի կարա կողքս կանգնի։ Իմաստուն ասում է, մարդը, որը որ չի ներում, ինքը նման է նեխած կարտոշկի։ Մի քիչ կոպիտ օրինակ է, բայց իրականություն է, որովհետև մեկ չես ներում, երկուս չես ներում, մեկ է տենում ես կողքերդ մարդ չկա, մենակ ես մնացել։ Սիրելիս, երբ որ չես ներում, ուրախությունը տա պակասում։ Գիտես, երբ ես լավ քեզ զգում, երբ որ դու կարած չներես, բայց ներում ես, հետո դրանից դու այնքան լավ ես զգում ես, որ Հիսուսը քո մեջն է, զգում ես, որ Հիսուսը ուժ տվեց ու դու ներեցիր, դա հեշտ բան չի։ Երբ որ կարած չներես, բայց ներում ես։ Եթե չես ներում, Աստծո ծառայելու ցանկությունն է մոտիցդ քչանում։ Ամեն տեսակի լավ բաները պակասում ես ես, որովհետև դու քո ներսում տրտմություն ունես։ Աստված ասում է, վրեժխնդրությունը իմն է։ Դուք վրեժխնդիր մի եղեք իրարից։ Սիրիս, քո գործը ներելն ու համբերելն է։ Փառք Տիրոջը։ Եկեք ոտքի կանգնենք։ Հալելույա Տեր Աստված, մենք գալիս ենք քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք խնդրում ենք Տեր ջան, մեզ ներես Հիսուս Քրիստոսի անունով, Տեր ջան։ Թող քո արունը լինի մեր բոլորիս վրա։ Քո արունը թող մեզ մաքրի, մեզ պատրաստի Տեր Աստված այն հավիտենականության համար։ Հալելույա Տեր, մենք գոհանում ենք քեզանից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Տեր քեզ։ Այսօրվա խոսքի համար։ Տեր, թող ամեն մարդ Տեր Աստված խոսքով լցված լինի։ Թող ամեն մարդ խոսքով լցված լինի, որ պտուղները տենա վաղը, Տեր ջան։ Հալելույա Տեր Աստված։ Երբ որ ինքը չէր կարում ներեր, բայց մեկ է ներեց, ինքը զարմանաց, վաղ, ես ինչ եղավ։ Փառք ես Տեր։
Ամբողջ փառքը տա քեզ Տեր ջան, հալելույա Տեր։ Ես բերում եմ քո առաջ ամեն մի մարդու այդպեսի Տեր ջան, որ նրանք այդ հայտնությունը քեզանից ստանան, որ այդ իմաստությունը գա իրանց վրա Տեր ջան։ Հալելույա։ Որ ամեն մարդ կարողանա իր կողքին ների Տեր Աստված, ամեն մարդ, ու ամբողջ փառքն ու պատիվը տանք քեզ Տեր Աստված։ Հանուն Հոր Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հալելույա։